ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հետ գործարքներ իրականացնող տնտեսվարողների համար ԱԱՀ-ի հաշվարկման եւ վճարման հարկային վարչարարության գործընթացում առկա կարգավորումների տրամաբանության պարագայում, եթե հարկային հաշիվը դուրս է գրվել, ԱԱՀ-ն հաշվանցվել է, սակայն դրա դուրս գրմանը հաջորդող հաշվետու ժամանակաշրջաններից որևէ մեկում բացահայտվել է որևէ խնդիր, որի պատճառով հաշիվը չեղարկվել եւ դրա փոխարեն դուրս է գրվել նոր հաշիվ, ապա ԱԱՀ-ի մասով տույժը հաշվարկվում է առաջին հաշվի դուրս գրման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանից սկսած ԱԱՀ-ի ամբողջ գումարի մեծության նկատմամբ։ Տվյալ կարգավորումը խնդիր է առաջացնում այն տնտեսվարողների համար, որոնք ծառայություններ են ստանում արտերկրյա կազմակերպություններից։ Այս եւ մի շարք այլ հարցերի անդրադարձան հունիսի 6-ին էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ կայացած ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստում։ Պայմանական, եթե $20,000 ծառայություն ենք ստացել եւ մեծ հաշվով $4,000 ահա որ պետք է առաջանար ըստ էության համ առաջանել պարտավորություն, համ հաշվանցի իրավունք ունենք, կստացվի, որ պարտավորությունը կառաջանա 1 տարի առաջ, իսկ հաշվանցի իրավունքը հիմա եւ այդ $4,000-ի վրա տույժ կաշխատի, որը չեն կարծում ինքը արդար է։ Որպես խնդրի լուծում առաջարկվեց չեղարկված եւ փոխարենը նորից դուրս գրված հարկային հաշիվներով արտացոլված ԱԱՀ-ի նկատմամբ տույժեր հաշվարկել միայն դրանց դրական տարբերության, այլ ոչ թե ամբողջ ԱԱՀ-ի նկատմամբ։ Ինչպես նաեւ ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից ձեռքբերման մասով հարկային հաշվի դուրսգրման համար հիմք ընդունել ոչ թե ապրանքների ձեռքբերման, աշխատանքների ընդունման եւ կամ ծառայությունների ստացման օրը, այլ մատակարարի կողմից այդ գործարքը հավաստող փաստաթղթի ինվոյսի դուրսգրման օրը։ ՊԵԿ-ի մոտ շրջանառման նախագիծ, որում ներառվում է նաեւ այս հարցի լուծումը։ Քննարկման արդյունքում որոշվեց, որ այս հարցը մշակվելու է եւ այս հարցին անդրադարձը կատարվելու եւ ինչ որ լուծում է լինելու։ Քննարկվող մյուս հարցը վերաբերում էր կորպորատիվ բանկային քարտերով վճարման դեպքում ԱԱՀ-ի հաշվանցումների առավել արդարացի մեխանիզմ ստեղծելուն, որն անհարկի չի սահմանափակի վճարային քարտերի միջոցով իրականացվող գործարքներով գոյացած ԱԱՀ-ի հաշվանցման հնարավորությունը։ Տնտեսվարողները հաճախ սեփական սպառման համար նախատեսված փոքր գումարների համար օգտվում են մանրածախ առևտրի օբյեկտներից, ինչն առավել դյուրին է արագ եւ վարչարարության տեսանկյունից պակաս ծախսատար։ Օրինակ, փոքր քանակությամբ ձեռք բերվող գրասենյակային պարագաների առաջին անհրաժեշտության իրերի կամ սննդի համար հարկային հաշիվ դուրս գրելը ժամանակատար է, գործնականում անհարմար եւ կիրառվում է շատ հազվադեպ։ Որպես կանոն, նման դեպքերում վճարումն իրականացվում է տնտեսվարողի բանկային քարտով, իսկ գործարքի համար տրամադրվում է ՀԴՄ կտրոն։ Սակայն ներկայումս հարկային օրենսգրքի կարգավորումները հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի հիման վրա ԱԱՀ-ի հաշվանցման հնարավորություն չեն նախատեսում։ Կազմակերպության կամ ԱՁ-ի կողմից վճարային քարտերով անկանխիկ վճարումներ կատարելու եւ իր ՀՎՀ-ն ձեռքբերումը հավաստող ՀԴՄ կտրոնի վրա տպագրելու պարագայում այդ կտրոնը հիմք է շահութահարկի գծով ծախսի ճանաչման համար, սակայն ոչ ԱԱՀ-ի հաշվանցման համար։ Մեր կողմից ներկայացված առաջարկներ, որպեսզի օրենսդրական որոշակի լավարկումների կամ փոփոխությունների արդյունքում հնարավորություն լինի, այդ ՀԴՄ-ն, որը պարունակում է նաեւ ՀՎՀ, դիտարկել ԱԱՀ-ի հաշվանցման շրջանակներում։ Պետական եկամուտների կոմիտեի մեր գործընկերները նախ ներկայացրեցին, որ առկա են արդեն իսկ որոշակի լուծումներ, ձեռք բերվեց պայմանավորվածություն, որը որոշակի լրացուցիչ քննարկումներ, լրացուցիչ ուսումնասիրություններ կիրականացվի հասկանալու համար նախ եւ առաջ տեխնիկական առումով հնարավոր կլինի տալ այդ անհրաժեշտ կարգավորումները, որպեսզի ունենանք հարցի լուծում առանց օրենսդրական փոփոխությունների եւ եթե ոչ, արդեն քննարկվի նաեւ օրենսդրական փոփոխությունների կատարման հնարավորությունը, նպատակահարմարությունը։ Նիստի օրակարգի երրորդ հարցը վերաբերում էր հարկային մարմնի կողմից կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին որպես ԱԱՀ վճարող հաշվառելու դեպքերի ընդլայնմանը։ ՀՀ հարկային օրենսգրքի 293-րդ հոդվածում սահմանված է, թե որ դեպքերում է կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին որպես ԱԱՀ վճարող հաշվառումն իրականացնում հարկային մարմինը եւ որ դեպքերում է, որ կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը պետք է իրենց կողմից ներկայացված ԱԱՀ վճարող համարվելու հայտարարության հիման վրա իրենց հաշվառեն որպես ԱԱՀ վճարող։ Խնդիրը կայանում է նրանում, երբ որ հարկ վճարողը հարկման հատուկ համակարգից անցել է հարկման ընդհանուր համակարգ, պետք է գործունեություն իրականացնի հարկման ընդհանուր համակարգում, բայց ԱԱՀ վճարող համարվելու հայտարարությունը չներկայացնելու դեպքում կամ որոշ դեպքերում այդ
հայտարարությունը երբ որ ներկայացնում է, եղել են տեխնիկական խնդիրներ նաև, որ համակարգը հայտարարությունը չի ընդունել կամ ժամկետ կա սահմանված ժամկետը անցել է, այս բոլոր դեպքերում արդեն հարկ վճարողին ԱՀ վճարող համարի հարկային մարմինը, ոչ թե հարկ վճարողը։ Հակոբյանի խոսքով ստացվում է, որ հարկ վճարողի վրա դրվում է պարտավորություն, սակայն օրենքում արգելվում է իր իրավունքներից օգտվել զուտ օրենքի տեխնիկական եւ ձևական պահանջը պահպանելու համար։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՊԵԿ-ը տիրապետում է հարկման հիմնական համակարգանցում կատարելու համար օրենքով սահմանված նախապայման հանդիսացող փաստերին, առաջարկվեց բոլոր դեպքերում որպես ԱՀ վճարող հաշվառումն իրականացնել ինքնաշխատ եղանակով ՊԵԿ-ի կողմից։ Քննարկման ընթացքում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հավանություն տվեց առաջարկին։ Այսօր ունեցանք բավականին արդյունավետ քննարկում, որովհետև ի սկզբանե կային 3 հարցերի շուրջ տարբեր մոտեցումներ, բայց այդ մոտեցումները բավականաչափ փոխվեցին եւ մասնավոր հատվածի կողմից եւ պետական մարմինների կողմից եւ որոշակի միասնական մոտեցումներ կային առնվազն 2 հարցի մասով, մի հարցի մասով ավելի շատ էին տարբերությունները։ Ուրախալի է, որ պետական եկամուտների կոմիտեն շրջանառում է նախագծեր, որոնց շրջանակներում այս հարցերին եւս անդրադարձ կկատարվի եւ կարեւոր էր հանդիպումը նաեւ նրանով, որ ՊԵԿ-ը եւս մեկ անգամ լսեց խնդիրները բիզնեսից, նոր մոտեցումներ լսեց եւ հուսանք, որ այդ մոտեցումները հաշվի կառնվեն առաջիկա նախագծերում։ Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄԶ զարգացման խորհրդի մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը Միացյալ Թագավորության կառավարության լավ կառավարման հիմնադրամի աջակցությամբ։